Նախ բարև բոլորին, տիկին Էլինա Վարդանյանին ուզում շնորհակալություն ասել բարեմաղթությունների համար, իբրև մարդու իրավունքների և հանրային հարցերի պաշտպանի, այո, ես ամբողջովին կիսում եմ ձեր գնահատականը, որ բացառիկ անելիք կա, նկատում եմ հանձնաժողովի տիրություն, դրանք անխոչնդոտ չեն լինելու, բայց փորձելու ենք հաղթահարել և հաղթահարել միասին, որովհետև հակառակ այն գնահատականին, որի հետ ամբողջովին համաձայն եմ, Էլինա Վարդանյանի այն գնահատականին, որ Հայաստանում մենք ամեն օր արձանագրում ենք իրավունքի, ես կասեի օրենքի նաև, իրավունքի և օրենքի մահը, դա իրականությունն է, ցավալի իրականություն և 8 տարի ձգվող իրականություն և ամեն առավոտ, ամեն լուսաբաց դիմավորում ենք հերթական գույժով և այդ գույժը վերաբերում է մարդու իրավունքներին, վերաբերում է մեր արժանապատվության հերթական ոտնահարմանը և Հայաստանի, ես կասեի նաև Հայաստանի ճիշտ բառով օգտագործեմ Հայաստանի քաղաքական, սոցիալական, իրավական համակարգի դեգրադացիային, եթե ավելի ճիշտ կդժվարանամ գտնել։ Եվ ձեր հիմնական հարցը նաև թե իրականում մենք պիտի նաև քաղաքական գնահատական տանք, որտեղ այստեղ մենք ունենք իրավաբաններ, իրավական գնահատականները կտանք, բայց ես ուզում եմ քաղաքական գնահատականը տալ եւ հողում անել ոչ թե աչքաչափով մեր եւ ձեր ամենօրյա ինչպես Մենոան, Իվետան, այստեղ բոլորս քաղաքական իրավիճակի հորձանուտում ենք ապրում։ Եկեք մեր աչքաչափով չտանք այս գնահատականը, այլ հողում անենք միջազգային տարբեր կազմակերպություններին, որոնք Հայաստանի ներկա այս աղետալի իրավիճակին գնահատականներ են տալիս, եւ տարբեր միջազգային կազմակերպությունների անունից ես կարող եմ ուղղակի փաստել, դա կարող է լինել Transparency International-ը, Human Watch-ը, միջպառլամենտական Interparliamentary Union-ի, միջպառլամենտական միության վերլուծությունների եւ բոլոր միջազգային ինդեքսների ուրեմն ախտորոշումը Հայաստանի վերաբերյալ փաստում է, որ Հայաստանը հիբրիդային կիսաազատ երկիր է եւ սոցիալական եւ քաղաքացիական իրավունքների այդ հանրագումարով Հայաստանը շարունակում է լինել 54-րդ տեղում։ Ճիշտ այնպես, ինչպես այս իշխանությունները, տեսեք, նախկիններին շատ են քայքոտում եւ ուրեմն ճիշտ այն հորիզոնականում է, ինչպես եւ նախկինների ժամանակ, այսինքն այն բոլոր մանանայպես ժողովրդի ականջները լցրած սիրո, ժողովրդավարության, համերաշխության, պաշտպանված իրավունքների մասին այդ խոստումները մնացել են մի կողմ եւ Հայաստանը մեկ անձի ձեռքում կենտրոնացող բռնատիրական համակարգի է վերածվում եւ ուղղակի սահմանադրական ես շատ եմ այս մասին ասում, այստեղ եմ ուզում հաստատել, որ վաղուց Հայաստանում խափանվել է, խաթարվել է սահմանադրական կարգը եւ ես հատկապես նկատի ունեմ իշխանության ճյուղերի միջև տարանջատումը, երբ որ ազգային ժողովի պառլամենտական երկրի թիվ 1 ամբիոնից երկրի վարչապետը հրահանգ է իջեցնում իրավապահ համակարգին, իրավապահներին, ես կներեք, բայց պիտի օգտագործեմ իր բառերը, շատ ներողություն, բայց պիտի օգտագործեմ իր բառերը, որպեսզի մեր հանրությունը մեկ անգամ ևս ապրի այդ շոկը, չնայած այդ շոկը ապրելու ամեն վայրկյան ունենք, երբ որ ասում եմ պիտի ունեզրկենք եւ կզրցնենք, շատ ներողություն, եթերում ոչ նորմատիվ բառապաշար օգտագործելու համար, բայց ես ցիտում եմ Հայաստանի Հանրապետության վարչապետի խոսքերը եւ կզրցնելու եւ ունեզրկելու հրահանգներն ադեպած, քաղաքական վրեժխնդրություն եւ ոչ իրավունք եւ ոչ օրենք, այստեղ վերջանում է երկիրը։ Եվ որ Հայաստանը մեկ անձի ձեռքում խոշորացող բռնատիրությունը, դա էդի մեր գնահատականը չի, սիրելի մասնակիցներ, այս մասին խոսում են Human Watch-ը եւ այլ միջազգային կազմակերպություններ, եւ այս միջավայրում հանկարծ փորձել գտնել մարդու իրավունքներ, փորձել գտնել, չգիտեմ, իրավական դաշտ, գրեթե անշնորհակալ այսպես մի միջավայր է, որովհետեւ արդարադատության առանցքում ոչ թե իրավունքն է եւ օրենքը, ոչ թե սահմանադրությամբ երաշխավորված մարդու արժանապատվությունը, քաղաքական եւ քաղաքացիական իրավունքները, այլ ուղղակի քաղաքական վրեժխնդրությունը։ Չգիտեմ, այս գնահատականից առաջ անցնեմ, թե թույլ տամ մեր գործընկերներն խոսել, բայց մեր գնահատականը եւ այն քաղաքական հետապնդումները, որ մենք այսօր տեսնում ենք, քաղաքական ընդդիմադիր առաջատար ուժերի առաջնորդների նկատմամբ նախընտրական շրջանում եւ այսօր շարունակվող ուղղակի խոսում են մի բանի մասին։ Հայաստանում չկա
ինստիտուցիոնալ ժողովրդավարական երկիր եւ Գագիկ Ծառուկյանի եւ Սամվել Կարապետյանի եւ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քաղաքական պատվիրված վրեժխնդրության հաշվի հարդարի այս ձեռագիրը ուղղակի մեկ բանի մասին է քաղաքական դաշտը վերաձևել ըստ իշխող քաղաքական ուժի քաղաքական քիլքի երկրին տալ հասարակության մեջ ներշնչել վախի ամենաթողության բռնության այսպես ազդակները լրացնել եւ դրա պատկերը մենք տեսանք խորհրդարանում երբ որ գողացվեց կամ մարտահայտության կամ ընտրությունների քաղաքական ամենամեծ համանadrական երաշխավորված իրավունքը մարդու ընտրության քաղաքացու ընտրության իրավունքն է գողանալով 60,000 ընտրողների ձայնը եւ այդ թվում բարգավաճ Հայաստանի ձայները մենք այսօր բախվում ենք այն իրականությանը որ լեգիտիմության մեծագույն հարցական է կախված խորհրդարանի վրա որտեղ մենք բոլորս հասկանում ենք որ այս նոր քաղաքական կոնֆիգուրացիան որ մենք ունենք բարգավաճի գողացված ձայներով բոլորովին այլ բովանդակություն ունի բարգավաճի ձայներով այլ բովանդակություն պիտի ունենա բայց այնքան հստակապատկերը բայց այնուամենայնիվ ասեմ որ քաղաքական մեծամասնությունը միևնույնն է այս բոլոր ռեպրեսիվ գործիքներով հանդերձ ինքը չկարողացավ իր ձգտելի այսպես ձգտելի քաղաքական արդյունքը արձանագրել այսպես համնadrական մեծամասնության մասին է խոսքը։ Ես կարող եմ շարունակել նաև այլ գնահատականներ հնչեցնել, բայց ես ուզում եմ մեր գործընկերներին նաև տանք մենք միասին շարունակենք մեր քննարկումը։ Շնորհակալություն այլ գործընկերների հետ իրավունքի հետ կապված բազմաթիվ քննարկումներ ունենք, բայց ես ուզում եմ մի փոքր առաջ անցնել եւ ձեր կարծիքը նաև սահմանադրության կամ նոր սահմանադրության մասին, որովհետև մենք բոլորս հասկանում ենք, որ այսօրվա իրավական կարգավորումներով գրեթե անիրատեսական է նոր սահմանադրության հանրակրվե անցկացնելը։ Ինչ եք կարծում այս իշխանության համար այն խոչընդոտները, որոնք որ կան գործելու են, թե այս իշխանությունները որոշելու են, որ ինչպես ամեն օր խախտում են օրենքը եւ իրականությունը, այդ պարագայում էլ կարելի է խախտել օրենքը եւ հակասահմանադրական քայլերով ունենալ նոր սահմանադրություն։ Մինչև սահմանադրության հարցին անդրադառնալը խոչընդոտվի թե ոչ ինչպես կընդունվի, ես ուզում եմ շատ հստակ քաղաքական գնահատական հնչեցնել, որ հնչեցել են նաև խորհրդարանում։ Եվ ուզում եմ, որ մեր հասարակությունը ուղղակի արձանագրի, որ այս ապագա սահմանադրության կամ սահմանադրական փոփոխության քաղաքացիական կամ քաղաքական պատվերը բոլորովին հայ իրականության մեջ չի ծնվել, սիրելի հայրենակիցներ, այս սահմանադրության պատվիրատուն Ալիևն է, սա թուրքական եւ ադրբեջանական պահանջ է, ես մեզ կասի ուլտիմատում օրվա իշխանություններին, որոնք քննազանդոր են իրականացում են, բայց ուզում են բան, այսպես ձեռնոցը նետել կամ հասարակությանը համոզել, թե իրենք խորը անհրաժեշտություն ունեին սահմանադրական փոփոխությունների կամ նոր սահմանադրության եւ պատվիրատուն ժողովուրդն է ոչ այս սահմանադրության պատվիրատուն նախ եւ առաջ Ալիևն է բնականաբար թուրք-ադրբեջանական տանդեմը որովհետեւ մեր կապարանոց ես հնչի հաստատում եք ես ասեմ որ օգոստոսի 8-ի նախասորագրված համաձայնագրից ընդամենը 2 օր հետո երբ որ իր քանակը չէր չորացել ուրեմն այդ համաձայնագրի տակ Ալիևը հայտարարեց որ պիտի փոխեք սահմանադրությունը Հայաստանի Հանրապետություն այլապես կբախվեք լրջագույն սպառնալիքների առջև այսինքն Հայաստանի հետ Ադրբեջանը խոսում է սպառնալիքների պատերազմի սպառնալիքը մեր բարակայում մեր կոնտեքստում բնականաբար դա պատերազմ է եւ ուրեմն սահմանադրության փոփոխությունը Ալիևյան դիզայն Ալիևյան պարտադրանք ադրբեջանական պարտադրանք ունեցող ուրեմն բովանդակությունը իսկ բնականաբար այսօր խորհրդարանում չունեն սահմանադրական բավարար ձայները չունեն այդ փոփոխությունը իրականացնելու համար բայց ճանաչելով այս իշխանություններին, որի հետ արդեն 8 տարի եւ ավելի ճանապարհ ենք անցնում, իշխանություններ կամ քաղաքական մեծամասնություն, որը կարմիր գծեր հատելու 0 կաշկանդանք ունի, կարմիր գծեր հատելու 0 կաշկանդանք, որի հերթական ապացույցներից մեկը 3 վարչապետի բրիֆինգն է եւ այնտեղ այնպիսի հայտարարությունների բախվեցին, որ մտածում ես սա պետության մասին չի ոչինչ այդտեղ պետության մասին չէ այդ հայտարարությունները, եթե թողնենք մեր իրավաբան ընկերները ասեն, բայց ես երբեք
Որպես քաղաքական հիմնաբնակ, սիրելի Էլինա, սիրելի Իվետա եւ մեր գործընկերներ եւ մենք ամեն քաղաքական հիմնաբնակներ ենք եւ այս իշխանությունների վարքաբանության, փիլիսոփայության, ինչ ասեմ, խոսիչի դեպքում մենք այս իրականության հետ նախկինում չենք շփվել եւ ազգային ժողովի հարթակը այսպես գետնա տարականել այդ փողոցային խոսույթը սահմանադրության վրա թողներին իմ սահմանադրությունը, որին համար բանա, ինչ ասեմ, քաղաքական սուբյեկտն է, բայց այդպես ոտները սրբել սահմանադրության վրա մենք երբեք չենք ունեցել, եւ չենք ունեցել այդ բռնության, լեզվակ բռնության, վերբալ բռնության այդ մակարդակը։ Այս իրականությունը ինձ թույլ է տալիս հաստատել, որ որևէ կաշկանդանք չունի այս իշխանությունը հատելու հերթական կարմիր գծերը, բայց այստեղ մարտահրավերը նաև ոչ միայն քաղաքական ուժերինն է, այլև մեր հասարակությանը հասկանալու, թե ինչ են հագցնում իրենք։ Նկատի ոչ միայն սահմանադրությունը, քաղաքական բովանդակությունը, միգուցե Հայաստանի Հանրապետություն, ասենք թե ֆորմալ, բայց իր բովանդակությամբ դա ազգային պետություն կլինի, մենք մեր իրավունքները կպաշտպանենք, մենք մեր տարածքային ամբողջականությունը, որը արդեն այսօր խոցված է, արդեն Հայաստանը խոցված տարածքային ամբողջականության մեջ է, եւ երբ որ մենք փորձում ենք վաճառել սիրելի հայրենակիցները, ձեզ վաճառվում է խաղաղությունը, ինչպիսին է այս խաղաղության բովանդակությունը, եւ մենք տեսնում ենք, որ այսօրվա ներկա իշխանությունների ամբողջ հետագիծը շարունակական զիջումների, հանձնվողական եւ կապիտուլյացիոն քաղաքականություն է, իսկ վաղը մենք Հայաստանի Հանրապետության մեջ ինչ իրավունքներով եւ ինչ ապագայով են կոչված լինելու։ Ես այստեղ մեծագույն խնդիրներ եմ տեսնում եւ նաեւ այո մարտահրավերը թե քաղաքական ուժերինն է, բայց նաեւ մեր հասարակությանը ընկալելու, հասկանալու, գիտակցելու, թե արդյոք Հայաստանի Հանրապետության գլխին կախված ինքնիշխանության եւ պետականության հարցականը ամեն օր չի դառնում ավելի առարկայական։